Ներողություն կասեք ձեր բողոքի էությունը, ինչի՞ չեք ուզում ավազի հանքը շահագործվի։ Բնակ վայրից 30 մետր է հեռու։ Ինչ խնդիր է առաջացնում։ Փոշին ծածկում է լրիվ յուղը։ Զուտ օդի աղտոտվածություն։ Աղտոտվածության համար։ Այլ խնդիր։ Եթե դրանք շահագործում են, թող կան այդ կողքը մի հատ շենք սարքեն, իրանց ընտանիքներին բերեն նստացնեն այդտեղ շահագործում են։ Եթե ամեն դեպքում հարկադիրը պարտավորեցրել է, որ հանքը շահագործվի։ Հիմա եթե Թվին կանխել են այդ գործողությունը, հիմա ընտրություններից հետո բացվել է։ կապում եք ընտրության հետ դա։ Հա, ես կապում եմ ընտրության հետ, որ շահագործումը ուզում են անեն։ Ամբողջ համայնքով դեմ եք դրան, թե կան մարդիկ, որոնք կողմ են։ Դե մեծ յուղը 6000 տնտեսություն ունի, կարող է մի քանիսն էլ կողմ լինեն, բայց մեծամասնությունը դեմ են։ Եթե այնուամենայնիվ կառավարությունը երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ, ասի չէ, պիտի շահագործվի եւ ձեր ձայնը լսելի չլինի, ինչ գործողությունների եք դիմել։ Մենք ուրիշ քայլի կդիմենք արդեն։ Չենք թողի։ Ամբողջ յուղը, ասում եմ յուղ կայնի երանգը կոտրի։ Շատ լավ։ Իսկ փորձել եք ձեր հետ կապ հաստատել են կառավարությունից, ինչ պարզաբանումներ են տալիս, ինչ են ձեզ արձագանքում։ Այդ չեմ անում, ինչ արձագանք են տվել, բայց գիտեմ, որ շահագործումը թույլատրել են։ Մենք էլ դեմ ենք շահագործմանը։ Հիմա այստեղ կառավարության շենքի դիմաց ինչ եք պահանջում, ձեր կոնկրետ պահանջը։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսել լինի, որ շահագործում չանեն, չբացեն հանքը։ Ինչ որ դիմում բան նախապատրաստել եք։ Հա, ակտիվիստներից մտել են ներս, դիմում են գերում, այնտեղ հարցը պարզաբանելու համար։ Շնորհակալություն։